ժողովրդի մեջքի ետևում չենք գնալու Արցախի հարցի կարգավորմանը, ասում էր Նիկոլ Փաշինյանը, բայց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Էմանուել Մակրոնի եւ Շարլ Միշելի աշխարհաքաղաքական կառավարությամբ Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Հիմա այս նույն մարդը հայտարարում է, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցվաշենի հարցով լուծումների չենք գնալու։ Նա փորձում է համոզել, որ մենք եթե հանձնենք Ոսկեպարը եւ Տիգրանաշենը, դրա դիմաց Ադրբեջանը մեզ կտա Արցվաշենը, եթե մենք հանձնենք Ոսկեպարը կամ Տիգրանաշենը, մենք հնարավոր է զրկվենք կապից Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ Վրաստանի հետ, գազատարները Իրանից եւ Վրաստանից վտանգի տակ են հայտնվելու։ Մենք այս խնդիրը ընդհանրապես լուծելու տարբերակ ունեինք, իհարկե ունեինք, եթե 21 թվականի ընտրությունները այլ արդյունք ունենային, եթե 21 թվականին հայկական կողմը ընդունել օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկով առաջարկում էր սահմանազատում սահմանագծումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անել խորհրդային միության քարտեզներով եւ անհրաժեշտ տեղերում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ կողմերից եւ որևիցե մեկը չտուժեր, բայց Պուտինի առաջարկից հրաժարվեցին։ Լավ, Պուտինին չեք սիրում, համարում եք իրեն էլ KGB-ի ագենտ, ԵՀԿ-ի առաջարկներից օգտվեիք։ ԵՀԿ-ն ժամանակին մեզ օգնել է Վրաստանի հետ սահմանազատում սահմանագծում իրականացնել, Ուկրաինային, Մոլդովային է օգնել սահմանազատում սահմանագծում իրականացնել, բայց ըստ ամենայնի Բաքուն եւ Անկարան դեմ են, որ ԵՀԿ-ն խառնվի նաեւ այս գործերին։ Դրա համար մենք ունենք այն ինչ ունենք։